Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանի հետ։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար Տիկին Խամոյան։ Երկրորդ նախագահի հերթական հրապարակային խոսքից հետո ներքաղաքական դաշտում կրկին կրքերը բորբոքվեցին ու Ռոբերտ Քոչարյանի խոսքը ամենացավոտն ու ջղագրգիռը տարավ իշխանությունը ու դրա ապացույցն է հանրային հեռուստաընկերության վերջին օրերի եթերներում նույն թեման Ռոբերտ Քոչարյանն է գլխավոր հերոսը ու անգամ այդ իրենց տաղավարում հրավիրված անձանց պատգամավորների մերձ իշխանական ուժերի խոսքը երբ լսում ես ինչ որ բան ասելիս անգամ մի քանի անգամ կարծես թե միտումնավոր Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունն են կրկնում ինչու է այսպես ինչից են այս ցայտնոտի մեջ ընկել Բարև ձեզ Մարիանա, շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ինչպես նկատեցիք, ես ձեր հարցադրման ամբողջ ընթացքում ժպտում էի։ Ինձ շատ ուրախացնում է, ես շատ ոգևորվում եմ այն արձագանքներից, որոնք հետևեցին նախագահ Քոչարյանի հարցազրույցին, ոչ միայն հանրային հեռուստաընկերության ամբողջ եթերն է կենտրոնացված արձագանքելու համար, իբր հակադարձելու համար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքերին, այլ ինչպես Տիգրան Քոչարյանն էր, եթե չեմ սխալվում, նկատել մոբիլիզացիա է հայտարարել Հայաստանի իշխանությունը արձագանքելու համար երկրորդ նախագահի ասուլիսին, հարցազրույց ասուլիսին եւ Facebook-յան վարժանքներ են սկսվել, YouTube-յան վարժանքներ են սկսվել, ինչպես նկատել էր Տիգրանը, իսկ սա մի բանի մասին է խոսում, ինչով եւ պայմանավորված է իմ ժպիտը, սա խոսում է նրա մասին, որ իշխանությունները շատ հստակ, անկախ նրանից, թե ինչպիսի գնահատականներ են հնչեցնում Քոչարյանի մասին, ինչպիսի գնահատականներ եւ ձևակերպումներ են տալիս Քոչարյանի հանրային ընկալման, ժողովրդի մեջ ունեցած վստահության, համակրանքի մասին, բնականաբար բացասական իմաստով, այս ամենը խոսում է նրա մասին, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց հիմնական մրցակիցը առաջիկա process-ների ժամանակ դրանք կլինեն ընտրություններ թե փողոցային պայքար եղել եւ մնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ սա այլևս փաստ է հակառակ դեպքում ինչպես իրենք են պնդում եթե Քոչարյանին չեն սիրում եթե Քոչարյանը չունի համակիրներ համախոհներ չունի ձայներ ինչպես շատերը նկատել էին իրենց падգամավորներից հաջորդ խորհրդարան չի անցնելու եւ այլն եւ այլն եւ այլն չգիտեմ ինչպեսի սցենար էին պատկերացրել ճակատագրի իր համար Հայաստան դաշինքի համար եթե այդ ամենը իրականություն է ապա շատ պարզ տրամաբանական հարցադրում է առաջանում, ապա ինչով է պայմանավորված այստեղ մեծագայթակղությունը Մարիանա ջան, ես Տիկին Աննա Հակոբյանի վերջին գրառման վերջին ձևակերպումներից ոռնոցը օգտագործեմ, բայց խնայելով ձեր եթերը կօգտագործեմ ջղաձգում բառը, ապա ինչով է պայմանավորված սիրելի հարգելի իշխանություններ ձեր ջղաձգումները։ Հիշում են Տիկին Խամոյան հին ու նոր պատմություններ Օրինակ падգամավորներից մեկը ինչ որ շարք էր թվարկում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին տեղի ունեցած հանցագործությունների, մասնավորապես տարբեր անձանց սպանությունների, ասում էր, բա ուր է, ինչու չեք բացահայտել եւ այլն, ինչպես ասում են, հին ու արդեն շատ մաշված սկավառակ է, գույքի հետ կապված այդ ցուցակն է հիմա շրջանառության մեջ դրվել, այսինքն այս ամենով ինչ են ուզում անել, ինչ են ուզում մատուցել մեր հանրությանը, մարդիկ տեսան չէ, որ այդ թալանը վերադարձնելու նախկինների կոռումպացված, այսպես ասած, կերպարը բացահայտելու Նիկոլ Փաշինյանի խոստումները հոդս ցնդեցին, որովհետև 7 տարիների ընթացքում ինքը Նիկոլ Փաշինյանը թաթախվեց այն բոլոր այսպես ասենք մեղքերի մեջ, որոնցում մեղադրում էր նախորդ իշխանություններին, իդեպ նախագահը դա նկատեց նաև այդ հարցազրույցում, կարծիք հայտնելով, որ այսօր երևի հենց Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Ձեր հարցը բավականին ծավալուն էր, փորձեմ անդրադառնալ ըստ հերթականության։ Նախ, այո, խմբակցության ղեկավարը, եթե չեմ սխալվում, մի ցուցակ էր հրապարակում սպանված անձանց նախագահ Քոչարյանի նախագահության տարիներին ժանրի կանոններով ես հիմա պետքա հրապարակեմ 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո զոհված մեր մի քանի հազար հայրենիների անունները ես դա հիմա փաստորեն պետքա անեմ գիտեք պետքա երեսպաշտ լինել
Սա ամենամեղմ ձևակերպումն է, որ ես օգտագործում եմ, որ Արցախի կորստի այդքան տղաների կորստից հետո ցինիկաբար հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակել մահացած անձանց անուններ, ովքեր մահացել են երկրորդ նախագահի նախագահության տարիներին, դրանց անդրադարձ բազմիցս եղել է, ես այդ հրապարակումների հիմա նորից այստեղ չեմ մեջբերի։ Սա այդ մասով, այսինքն այն ավերը, այն կոտորածը, այն ողբերգությունը, որ բերել են այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ով հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի գլխին որևէ իշխանություն, որևէ նախկին իշխանություն չի բերել։ Սա մեկ։ Հիմա ցուցակի մասով, եթե այդպես ցուցակներ թալանի մասով եթե հրապարակելու լինենք, գիտեք, մարդկանց այս իշխանությունների հույսը, հատկապես երիտասարդ ԿՊ-ական պատգամավորների հույսը այն է, որ մարդկանց հիշողությունը կարճ է եւ մարդիկ չեն հիշում, թե ինչպիսի երկիր ենք մենք ունեցել երկրորդ նախագահի կառավարման տարիներին։ Գիտեք, կարող են այդպիսի հաշվարկներ անել, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը արդեն շատ լավ հասկացել է, եթե 21 թվականին ամբողջությամբ դեռևս պատերազմի այդ վերքից հետո չէր կարողացել այդ շոկից դուրս գալ եւ ամբողջությամբ չէր կարողացել հասկանալ ով է, ես վստահ եմ, որ հիմա առավել քան երբևէ, իդեպ նաեւ իշխանության падգամավորների, նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, այս վերջին շրջանի այդ ջղաձգումները, այս գրգռված հրապարակումները հենց դրա մասին են խոսում, որ իրենք շատ լավ տիրապետում են պատկերին։ Իսկ իրենք ես ձեզ վստահեցնում եմ, որ մի քանի աղբյուրներով, նաև ազգային անվտանգության ծառայության միջոցով պարբերաբար հարցումներ են իրականացնում եւ շատ լավ գիտեն, թե ինչպիսին է այսօր պատկերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում այս կամ այն մարդուն վստահելու կամ չվստահելու մասով։ Հիմա տեսեք, երկրորդ նախագահի կառավարման տարիներին 2001 թվականից սկսած մենք 570 կիլոմետր հանրապետական եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներ ենք կառուցել եւ վերակառուցել։ 570 կիլոմետր կառուցել եւ վերակառուցել։ Երկրորդ նախագահի կառավարման տարիներին ես հատուկ հանել եմ ձեր եթերի համար, պատրաստված եմ եկել, 5 խոշոր կամուրջ է կառուցվել, 2 կարևոր եւ խոշոր թունել, մեկը իդեպ Երևան-Դիլիջան թունելը, որի շինարարական աշխատանքները, եթե չեմ սխալվում, սկսել են 70-ական թվականներին, հետո 92 թվականին դադարեցվել են, հետո երկրորդ նախագահի կառավարման շրջանում, որովհետեւ դադարեցվել են խորհրդային դեռևս ժամանակներում սկսված, որովհետեւ անհնարին է թվացել այդ թունելի կառուցումը։ Հետո երկրորդ նախագահի կառավարման շրջանում սկսել են այդ թունելի շինարարական աշխատանքները, որով Նիկոլ Փաշինյանը բազմիցս Իջևանից եկել է Երևան, հետո Երևանից գնացել է Իջևան, կառուցվել է երկրորդ նախագահի ժամանակ։ Սելիմի ճանապարհն է կառուցվել, շատ բարդ ճանապարհ է եղել եւ այո, տեղանքով, եթե չեմ սխալվում, $100 միլիոն է գնահատված եղել, բայց հնարավոր է եղել $10 միլիոն կառուցել այդ ճանապարհը։ Սարալանջի ճանապարհն է կառուցվել, Հանրապետության հրապարակն է վերակառուցվել, 20 ամբողջական փողոցներ են մայրաքաղաքում ամբողջությամբ բարեկարգվել, վերակառուցվել, 3700 բնակարանաշահագործման հանձնվել Աղետի գոտում, 3700։ Դուք ինձ կարող եք ասել Նիկոլ Փաշինյան մի հատիկ բնակարան Աղետի գոտում հանձնների ժամանակ այդ հարցերը ուղղվեցին իրենց թեկնածուին։ Այո, անդրադառնամ դրան։ Կառուցվել է եւ արդիականացվել է 10 դպրոց, հիմնավերանորոգվել է 30 թանգարան եւ թատրոն։ Ես մի ամբողջ ցանկ եմ հանել բերել, եթե ցանկերով ենք խոսում եւ պատմական իրական, բայց ակնարկներով ենք խոսում, բայց ես այս ընթացքում երևի չեմ հասցնի ամբողջ ձեր հաղորդման ընթացքում նաեւ շարադրելու են բոլոր աշխատանքները, որ իրականացվել են երկրորդ նախագահի կառավարման տարիներին։ Այս է երկրորդ նախագահի ժառանգությունը, ու մարդիկ որքան էլ փորձեն պղտորել իրենց հիշողությունները, ինչպես կասեր Աննա Հակոբյանը, փորձեն մարդկանց տխմարի տեղ դնել, մարդիկ շատ լավ ամեն ինչ հասկանում են։ Այո, իրենք
10-ամյակից ավել գտնվել են քարոզչական տերորի մեջ, կապված երկրորդ նախագահի հետ, եւ գիտեք, երբեմն այ մեր կողմնակիցներն են բորբոքվում, ասում են ավելի արագ արդյունք են ակնկալում, ասում են մարդիկ ինչի չեն հիշում այս ամեն ինչը, բայց մարդկանց ուղեղը տերորի է ենթարկվել 10-ամյակից ավել 2008 թվականից սկսած մարդկանց ուղեղը տերորի է ենթարկվել եւ շատ բնական է որ այդ վերականգնման փուլը շատ արագ չի կարող լինել այսքան բան է կառուցվել հիմա Մարիաննա ինչ էր ասում երկրորդ նախագահը որը ամենամեծ այսպես վայնասունը բարձրացրեց իշխանականների շրջանում նախ ակնհայտ է որ այս իշխանությունները թաթախված են կոռուպցիայի մեջ դա ակնհայտ է եւ իրենց ամենասուր արձագանքները լինում են Հայաստան դաշինքի, Հայաստան խմբակցության падգամավորների կողմից ցանկացած կոռուպցիոն բացահայտման նի պատասխան։ Իրենք իրոք կոռուպցիայի Էյնշտեյններ են, ինչպես նկատեց նախագահ Քոչյանը։ Ես այսօր առավոտյան լուրերն էի կարդում եւ տեսնում եմ, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նոր հաճնի Ադամանդի գործարանը։ Դուք 2 տարի առաջ կամ մի տարի առաջ գիտեք Նարեկ Նալբանդյանը ով է։ Նորահայտ օլիգարխ։ Այսինքն տարբեր ներողություն էլի պետք է մեջբերում անեմ Տիկին Հակոբյանի բառապաշարից։ Տարբեր շատ հիշատակ է։ Կներեք էլի տարբեր ես այդքան էլ կողմ չեմ։ Տարբեր հակահիգենիկ դեմքեր, այսինքն տարբեր հակահիգենիկ անհայտ դեմքեր։ Ինչ որ ունեցվածքի տեր են դառնում 1-2 տարվա ընթացքում 1-2 տարվա ընթացքում ունեցվածքի տեր են դառնում, բայց երկրորդ նախագահը իր հեղինակությամբ, իր կապերով, իր անունով չէր կարող գործունեությամբ զբաղվել, բիզնես գործունեությամբ զբաղվել պաշտոնավարումից հետո, իր ընտանիքը չէր կարող բիզնես գործունեությամբ զբաղվել պաշտոնավարումից հետո եւ չէր կարող գումար աշխատել։ Գիտեք, այդ այնքան վիրավորական է։ Առհասարակ ես կարծում եմ, ցանկացած հասուն, գրագետ կիրթ կապեր ունեցող մարդու համար շատ վիրավորական է, երբ որ այդպես կոսկածի տակ է առնվում իր կարողությունները։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Այս տղան, որի մասին մենք 2 տարի առաջ ոչինչ չգիտեինք, ո՞նց է կարողանում մի քանի միլիոն դոլարանոց Ադամանդի գործարան գնել։ Այս նույն տղան, այս նորահայտ օլիգարխը, այս իշխանությունը, ես ընդհանրապես այս մի օրինակն եմ բերում։ Golden Palace հյուրանոցը գիտեք դուք։ Այո։ Golden Palace հյուրանոցը հիմա էլի որպես օրինակ էլի որ սրանք կոռուպցիայի Էյնշտեյներն են իսկապես։ Դուք գիտեք որ պետությունը 15.8 միլիարդի դիմացա նվիրատվություն ընդունել։ Իսկ գիտեք որքանով է վաճառել Նարեկ Նալբանդյանին։ Վաճառել է 5 միլիարդով։ Պատկերացնում եք։ Պետությունը վերցնում է 15.8 միլիարդի դիմաց եւ վաճառում է 5 միլիարդով։ Դուք պատկերացնում եք։ Ապօրինի գույք էր համարվում այդ հյուրանոցը։ Դեռ չհաշված թե այդ ընթացքում ինչքան վնասներ ա կրել այդ հյուրանոցը պահպանման, այո, պարապուրտի մատնվելու եւ ոչ նորմալ պայմաններով պահպանման այդպես պահպանում իրականացնելու համար։ Հիմա կոռուպցիայի Էյնշտեյնն են, թե կոռուպցիայի Էյնշտեյն չեն։ Ես ձեզ ուրիշ բան եմ հարցնում։ Ուրա 7 միլիարդը։ Հայաստանի Հանրապետությունը այս իշխանությունները 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցնում։ Տարեք ինձ ցույց տվեք մի հատ մեղ, որ այս իշխանությունները 7 միլիարդ դոլարով առել են։ Մասնագետներն ասում են, որ բյուջետային հիմնարկների աշխատավարձեր են փակվում։ Բայց որևէ նորմալ պետություն, այո, թոշակ ու աշխատավարձ են տալիս, բայց որևէ նորմալ պետություն պարտք չի վերցնում, որ թոշակ ու աշխատավարձ տա։ Պարտք վերցնում են, որ երկրում մի բան ավել սարքեն։ Հիմա ես ձեզ 3 էջ հանել եմ, 4 էջ հանել եմ, թե ինչեր է կառուցվել երկրորդ նախագահի օրոք։ Եվ սա ընդամենը տասնապատիկ անգամ քիչ գումարով, Լինսի հիմնադրամով հատկացվել է 45 միլիոն դոլար։ Դուք գիտեք ինչ հսկայական ծավալի աշխատանքներ է իրականացվել։ Արդեն ասեցի, որ 3674 բնակարանաշահագործման հանձնվել։ Հիմա 7 միլիարդ փող են վերցրել։ Այդ 7 միլիարդ դոլարը ինչի վրա են ծախսել։ Հիմա դուք կասեք կամ իրենք կարող ասեն, որ բա այսքան իրանց ամենասիրելի հպարտանալու այսպես մուրադի դեմքով այդ նախադասությունները ասում են, այո, որ իրանք ճանապարհներ են վերանորոգել։ Գիտեք,
պարտք չեն վերցնում ճանապարհ վերանորոգելու համար, ասֆալտը չեն քերում, հետո այդ նույն ասֆալտը հարթեցնում արտաքին պարտքով ու անունը դնում արդյունավետ, այո, արդյունավետ արտաքին պարտքի ծախսման արդյունավետությունը այդպես չի գնահատվում։ Արտաքին պարտք վերցնում են ճանապարհ գցելու, ճանապարհ կառուցելու համար, ոչ թե ասֆալտ փռելու համար։ Ասֆալտը պետությունը իր միջոցներով է փռում ու այդպես է եղել նախկինում, բայց մեր կոռուպցիա, ինչպես արդեն նախագահ ասել էր, Էյնշտեյնները բնականաբար արտաքին պարտքով թոշակ են բաժանում, աշխատավարձ են տալիս եւ մի քիչ էլ կարողանում են ճանապարհ վերանորոգել, որովհետեւ ամենահեշտ փողը, այդպես ատկատները ամենահեշտ հնարավոր է ստանալ ասֆալտներից, այս են մեր իշխանությունները։ Ինքնաբան նախ իրենց կատարած աշխատանքների որակն էլ կարծում եմ հանրությունը տեսնում է հենց համայնքային մակարդակում իրականացված շինաշխատանքների ընթացքում, մանկապարտեզների վերանորոգում եւ այլն, դրանք հասանելի են բոլորին, տեսնում ենք ինչ որակով է, տեսնում ենք քաղաքապետարանի կոռումպացվածության աստիճանը, հիմա նաեւ ինչ որ արշավ է, կարծես թե ներսում կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր մանր ու միջին չինովնիկներ են օր ու մեջ բերման ենթարկվում։ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասելու է, տեսեք, ես պայքարում եմ իմ իշխանության ներսում կոռուպցիայի դեմ, մյուս կողմից դատելով արդեն այն խոսույթից, որը այս վերջին շրջանում իրենք նորից գեներացնում են ու այն շեշտվածությունից, էլի այդ թալանի օրակարգը լինելու է, այսպես ասած, իրենց քաղաքականության մեխը նորից փորձելու են այդ միջոցով քաղաքական հակառակորդների, այս դեպքում մասնավորապես երկրորդ նախագահի դեմ փորձել պայքարել։ Բոլոր իշխանությունների օրոք են, այն իրանց ասած ամենակոռումպացված իշխանությունների օրոք են, միշտ էլ դուք բազմաթիվ դեպքեր դուք լրագրող եք եղել, ես լրագրող եմ եղել այդ տարիներին, բազմաթիվ դեպքեր կան, որ եւ քաղաքապետարանից են կալանավորումներ եղել, ձերբակալումներ եղել եւ տարբեր նախարարություններից, տարբեր կառույցներից են միշտ էլ այդ ձերբակալություններ, կալանավորումներ, կոռուպցիայի դեմ պայքար բնականաբար եղել։ Այստեղ զարմանալու ինչ կա, որ այնպես են հպարտանում դրանով, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ, իրենք չեն պայքարում կոռուպցիայի դեմ, իրենք ներգրաված են այդ կոռուպցիայի մեջ։ Ամենավառ օրինակը դա Անիֆի օրինակն է։ Ամեն անգամ իմ գործընկեր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հարցնում է համառորեն, թե ինչպիսի զարգացումներ կան Անիֆի գործով։ Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը մի բան է կարողանում ասի։ Այդ կարողա դուք եք Անիֆը բացահայտել, որ Անիֆում այդպիսի մի քանի միլիոնավոր դոլարների վատնումներ են իրականացվել։ Ես եմ դրա մասին առաջինը խոսացել։ Հա լավ ես արել դու ես առաջինը դրա մասին խոսացել։ Երբ որ դու լիներ Հայկական ժամանակի խմբագիրը, կարող էիր հպարտանալ, որ առաջինը ես եմ դրա մասին գրել, բայց դու հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ես զբաղացնում։ Դու ոչ թե պետք է արձանագրես փաստը, որ Անիֆում միլիոնավոր դոլարների վատնումներ են եղել։ Դու պետք է հետևողական լինես, որ այդ վատնողները, որոնց կարողա թելերը բերեն դեպի քեզ, դրանք պատասխանատվության ենթարկվեն, բայց չեն ենթարկվում պատասխանատվության։ Իդեպ այդ առաջինը ասելու մասով էլ սուտ է խոսում, ինքը առաջինը ինքը չի խոսել, առաջին դրա մասին հետքնահրապարակման հանդերձ եկել։ Այո, հետաքննություն է իրականացել։ Այսինքն չկա կոռուպցիայի դեմ պայքար, կա կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա եւ վառ օրինակը Անիֆի դեպքը։ Մարդիկ 10 միլիոն աշխատավարձ են ստացել, պատկերացնում եք, 10 միլիոն դրամի աշխատավարձ են ստացել, բայց իրենց ֆունկցիաներն էլ աշխատանքային այլ անձանց վրա են պարտականություն դրել, որ իրականացնել, պարտավորություն դրել, որ իրականացնել, այսինքն անգամ իրենց աշխատանքը չեն իրականացնել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այդ ինչ մի բարդ բան է բացահայտելու։ Ամեն ինչը շատ պարզ է, շատ հստակ է, բայց Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչը պահում է ընտրությունների համար։ Պահում է Տիգրան Աբինյանին ընտրություններից ընդառաջ, այո, ցույց տալու համար, ինչ որ խաղաքարտեր, այսպես ասած, փորձել հավաքելու համար եւ ժողովրդին ցույց տալու համար, որ տեսեք, ես իմ
ամենահավատարիմ թիմակիցներից Տիգրան Ավինյանին միևնույն է պատժում։ Ոչ մեկի չի խնայում։ Ինքը իհարկե ոչ մեկի չի խնայելու, բայց ինքը բացառապես քաղաքական նպատակներով է օգտագործում այն բոլոր բացահայտումները, որոնց վստահաբար տիրապետում է։ Այս մթնոլորտը, այս ագրեսիվ պայքարը, այս քարոզչությունը, եթե արդեն այս պահից նկատի ունենանք, կարող ենք եզրակացնել, որ առաջիկա հնարավոր գործընթացները, որոնք եթե չլինեն ինչ-որ ֆորս մաժորներ, ըստ ամենայնի տանելու են դեպի հերթական ընտրություններ, իշխանությունը գնալով սրելու է, դա մենք տեսնում ենք եւ խորհրդարանում իրենց պահվածքից հայհոյելուց, ինչ-որ քաշքշուկներ հրահրելուց, ամենօրյա ռեժիմով այդ ներկայացումներից, մինչև ձեր հիշատակած անձնավորության Facebook-յան գրառումներ, որին մեր եթերում այսօր մի քանի անգամ հողում արեցիք, այս ֆոնը, այս ագրեսիայի չափաբաժնի ավելացումը ինչ վերլուծության հիմք է տալիս։ Հարգելի Մարիաննա, նախ արձանագրենք, ինչպես դուք նկատեցիք, ես էլ փաստում եմ, որ ՔՊ-ում ցինիկության, ամբարտավանության եւ ամբարոյականության քաստինգ է հայտարարված։ ՔՊ-ում իշխանությունները, իշխանական падգամավորները եւ ոչ միայն падգամավորները սկսել են պայքարը ցուցակում իրենց տեղերը ունենալու համար եւ դա ակնհայտ է եւ դա երևաց հատկապես վերջին նիստերի ժամանակ, որ 4-5 ժամվա ընթացքում բոլորով գրեթե հերթագրվում էին, որ պատասխանեին Լևոն Քոչարյանին։ Սա ակնհայտ է։ Թող զբաղվեն իրենց քաստինգով, թող Նիկոլ Փաշինյանին ապացուցեն, որ իրենք ամենահավատարիմն են եւ ամենալավ հորիզոնականին են արժանի համապետական ընտրությունների ժամանակ ցուցակում լինելու։ Մենք պատրաստ ենք այս ամեն ինչին։ Սրա մասին նաեւ երկրորդ նախագահը խոսեց իր հարցազրույցի ժամանակ, բնականաբար իրավիճակը սրվելու է։ Իրավիճակը կարող է սրվել եւ խորհրդարանում եւ կարող է դուրս գա խորհրդարանի բնականաբար սահմաններից դուրս, սա նորություն չի մեզ համար, որևէ մեկը սրանով չի կարող վախեցնել ընդդիմությանը, ընդդիմությունը արդեն քանի տարի անցնում է այս փորձությունների միջով եւ բնականաբար ընդդիմություն հարաբերությունների մասին չէ, այլ ավելի լայն ընդհանուր հանրային տրամադրությունները սրելու այդ ատելությունը նոր թափով հանրության շրջանում ներդնելու մասին է։ Այո, դուք իրավացիորեն նկատեցիք, եթե նկատի ունեք հատկապես Նիկոլ Փաշինյանի տիկնոջ վերջին օրերի գրառումները, այո, այդ թվում այդ գրառումները, ես անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ խաչակնքվում նոր եմ մտնում Տիկին Աննա Հակոբյանի էջ, ինձ համար շոկային են այն բոլոր հրապարակումները, որոնց ես ծանոթանում եմ, անկեղծ եմ ասում, եւ դուք արդարացիորեն նկատեցիք, որ սա ակնհայտորեն իրավիճակը լարելու, այսինքն ինքը ոչ միայն վիրավորանքով արձագանքում է ենթադրաբար իրեն վիրավորողներին, այլ սրանով այս արձագանքով ակնհայտ է նաև, որ սրում է իրավիճակը։ Ես չգիտեմ, գիտեք, ձեռնոց չի նետում այն անձնավորությանը, որին պատասխանում է։ Սա ձեռնոց նետել է, այո, սա ձեռնոց նետել է նաև հանրությանը։ Ես չգիտեմ, գուցե իրավիճակը այնքան վատ է, որ իշխանությունների հաշվարկը հրահրումներ, սրումներ, ընդհանուր միջև գուցե քաղաքացիական պատերազմի եւ բախումների տանելն է հանրությանը, բայց ակնհայտորեն, կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ սա մթնոլորտը առանց այն էլ ինչպես դուք նկատեցիք թեժացած մթնոլորտը եւ իդեպ թեժացած ավելի շատ քաղաքական շրջանակներում չէ թեժացած մթնոլորտը ավելի ընդլայնելու ըստ էության ակնհայտորեն միտումներ ունի։ Ես չգիտեմ, նույնիսկ եմ ասում, գուցե իրենց մոտի հաշվարկները տվյալներ են, արդյունքները որոնք են ցուցանիշները, որ իրենք տանում են սոցհարցումները, որ իրենք իրենց արչև, իրենց սեղանին դնում են, գուցե այնքան վատնապատկերը, որ միակ ելքը տեսնում են բախումների եւ սադրանքների միջոցով նորից իշխանություն պահելու մեջ։ Ես կարծում եմ, որ սա շատ վտանգավոր է, սա շատ վատ տեղ է տանելու եւ ես վստահ եմ նաեւ, որ իշխանությունները վստահաբար իրենց հաշվարկներում սխալվելու են։ Դե հանրային տրամադրություններին միանշանակ ծանոթ կլինեն, որովհետեւ ուղղակի դա անզեն աչքով նույնիսկ առանց սոցհարցումների ամեն քայլափոխի ցանկացած ոլորտում տեսանելի է, լսելի է, այդ ձայները գնալով ավելի բարձր, ավելի հնչեղ են դառնում, դա անհերքելի փաստ է։ Հիմա Տիկին Խամոյան նաև ներընդդիմադիր, այսպես ասած, վերադասավորումներից կամ այդ վերադասավորումների
ընթացքից խոսենք, երկրորդ նախագահի հարցազրույցից հետո եղավ անդրադարձ հարգելի պարոն Աշոտյանի գրառումը, այնտեղ դիտարկում կար, որ փաստորեն իրենց առաջարկած, այսպես ասած, հաշտությունը կամ հրադադարը ձեր առաջնորդը ձեր ուժը չի ընդունել։ Ես ծանոթ եմ պարոն Աշոտյանի գրառմանը, բավականին ի տարբերություն նախորդ արձագանքների, բավականին զուսպ էր այս արձագանքը, պետք է արձանագրեմ, բայց եթե պարոն Աշոտյանը նկատի ունի, որ այդպես պայմանական իբր հրադադար էր, բայց տարբեր ստատուսների համար վճարվող անձիկ, կոնկրետ աշխատավարձ ստացող անձիկ, երբ որ պարբերաբար այս ընթացքում իր ասած հրադադարի, պայմանական հրադադարի ընթացքում գրառումներ էին անում երկրորդ նախագահի դեմ, Հայաստան դաշինքի դեմ, իմպիչմենտի գործընթացի շրջանակներում հակակառուցչությամբ էին զբաղված երկրորդ նախագահի եւ Հայաստան դաշինքի դեմ, եւ այդ շատ նման է 2008-18 թվականների այդ ճակերտավոր հրադադարին եւ իբր գործընկերային հարաբերություններին, ապա կարծում եմ պարոն Աշոտյանը սխալվում է եւ չի եղել որևէ հրադադար, որովհետեւ այդ գրառումները շարունակվել են, այդ խայթոցները շարունակվել են, այդ հարցազրույցները եւ սլաքները ուղղել երկրորդ նախագահի եւ Հայաստան դաշինքի դեմ բնականաբար շարունակվել են։ Ես չեմ կարծում, որ այդպես ինչ որ հրադադար է խախտել երկրորդ նախագահը, ինքը շատ պարզ, անկեղծ, մարդկայնորեն պատմել է այն իրադարձությունները, արձագանքել է այն հայտարարություններին, որոնք հնչել են իր մասով, մասնավորապես դուք գիտեք, որ հանրապետականը, մասնավորապես Հայկ Մամիջանյանը պնդում էր, տևական ժամանակ պնդում էր, անգամ մեր հերքումներից հետո, որ երկրորդ նախագահն է խնդրել երրորդ նախագահին, որ մասնակցի 2021 թվականի ընտրություններին։ Իհարկե ինձ համար շատ դժվար էր պատկերացնել, որ երկրորդ նախագահը կարող էր նման խնդրանքով հանդես գալ, եւ դրան անդրադարձավ իհարկե Ռոբերտ Քոչարյանը, շատ մանրամասն անկեղծ պատմելով այն զրույցը, որ իրենց մեջ տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ սա շատ բնական օրգանիկ process է եւ բնական է, որ նաև պետքա լինեին դրանից հետո էլ պետքա լինեին արձագանքներ։ Ես կարծում եմ, որ արձագանք կլինի նաև երրորդ նախագահի կողմից եւ հետաքրքիր է թե ինչպիսին կլինեն իր գնահատականները, իսկ 18 թվականի իրադարձությունների մասով իմ կարծիքը շարունակում է մնալ նույնը, իհարկե նաև այնտեղ Կարեն Կարապետյանի անունը սկսեց, ես սպասում եմ ակնկալում եմ, որ Կարեն Կարապետյանը ինքն էլ ի վերջո լույս կսփռի այո իրականության վրա, պատմության վրա լույս կսփռի եւ կներկայացնի նաև թե ինչ է տեղի ունեցել։ Շատ ակնհայտ է, որ ինչ որ մի բան այդուհանդերձ այդպես չի եղել, սիրելի հայրենակիցներ, սիրելի ընդդիմադիրներ, սիրելի հանրապետականներ 2018 թվականին կամ դրանից առաջ եւ կարծում եմ այդքան պայքարել դրա դեմ, ընդդիմանալ, փորձել համոզել, որ դա այդպես չի, կարծում այլևս չաշխատող տարբերակ է։ Եվ գլխավոր օրակարգը անվտանգային մարտահրավերներն են Հայաստանի արչև ծառացած, դրանց նախագահը անդրադարձավ առանձին բլոկով, իհարկե խոսեց իր պատկերացումների մասին, ռազմավարական գործակցության վերականգնում, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացում, նաև Իրանի հետ այս օրերին հենց մեր զրույցի օրը Լավրովն է Երևանում եւ բավականին ուշագրավ հայտարարություններ հնչեցին կապված թե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու եւ թե առհասարակ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ ու նաեւ Հայաստան-ՀԱԲ հարաբերությունների, այսինքն այն չարչրկված թեմաներն են, որոնցով իշխանությունը փորձում է մեղքի պատասխանատվության իր բեռը փոխադրել այլոց, տվյալ դեպքում Ռուսաստանի իշխանությունների ուսերին։ Լավրովը նորից հիշատակեց ՀԱԲԿ-ի առաջարկը դիտորդական առաքելություն ուղարկելու Հայաստան իշխանությունների կողմից հետաձգման փաստը ֆիքսեց, ապա ասաց, որ զարմացել են ԵՄ դիտորդների եւ Պրահյան գործընթացի հետ կապված ու նաեւ այդ հայտնի Լավրովի պլան կոչվածի մասին խոսեց։
5 շրջանների հանձնման Ադրբեջանին, 2 շրջանի Քարվաճառի, Լաչինի պահպանման ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը սերունդներին թողնելու, այստեղ բավականին հետաքրքիր հիշատակում էր նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մասով Լավրովը օգտագործեց հետևյալ ձևակերպումը, որ գիտակցված է Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը թողնվել սերունդներին, այսինքն սա ուղղակի ակնարկ է, որ չէինք ունենալու այն իրավիճակը, որը այսօր ունենք։ Այս ուղերձները, այս հաստատումները նորից գալիս են փաստելու, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը երևի էլի կարող ենք օգտագործել, գիտակցված չի գնացել այդ լուծմանը։ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո մի որոշ ժամանակ անց ես կարծում եմ, որ ինքը իր մեջ որոշում է կայացրել, որ վերջնականապես պետք է ազատվի գլխացավանքից։ Ինքը Արցախը, որքան էլ որ բղավում էր, ճչում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իր գիտակցության մեջ, իր ենթագիտակցության մեջ, առհասարակ նաեւ իր գրքում հայտնի էջ կա Աղդամի հետ կապված։ Միշտ համարել է բեռ։ 18 թվականից հետո, երբ որ արդեն ստանձնել էր իշխանությունը, չի ունեցել այդ համարձակությունը խոսելու դրա մասին, իր իրական արժե համակարգը ներկայացնելու եւ իր մտքերը ներկայացնելու հայ ժողովրդին։ Այո, եւ դա խոստովանում է ինքը այսօր։ Ավելին ինքը ասում է, որ նույն իրավիճակը կլիներ, բայց առանց զոհերի անգամ այդ խոստովանությունն արել, այո, Նիկոլ Փաշինյանը։ 44-օրյա պատերազմից հետո ինքը համարել է, որ վերջնականապես պետք է ազատվել այդ բեռից։ Նորից եմ ասում, Արցախը ինքը համարել է բեռ։ Եվ դրանով են պայմանավորված իր բոլոր քայլերը եւ գործողությունները, սկսած Պրահայից, դիտորդների մասով եւ մնացած բոլոր հայտարարությունները, հրապարակային հայտարարությունները, դրանք կլինեն գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, թե ազգային ժողովում պատգամավորների հետ հարցոպատասխանների ժամանակ։ Եւ ես կարծում եմ, որ իրենք այլևս չեն էլ թաքցնում, այսինքն այն բոլոր դրվագները, որ դուք շարադրեցիք, իրենք այլևս չեն էլ թաքցնում։ Իրենք պարզ դրա մասին խոստովանում են եւ այդ խոստովանությունները անում են։ Երկրորդ նախագահը նաև շատ պարզ անդրադարձ կատարեց Ռուսաստանի հայ-ռուսական հարաբերությունները ավելի գոնե վերականգնելու սկզբնական քոլում, այո, նախ վերականգնելու եւ այնուհետեւ ավելի ամրացնելու մասին ի պատասխան այն հարցի, թե ինչ է առաջարկում ի վերջո ընդդիմությունը, որտեղ դա ամենաշատ հնչող հարցերից, այո, հարցերից մեկն է։ Եվ ակնհայտ է նաև, որ իշխանությունների շրջանում սա եւս ջղաձուխումների տեղիք է տվել, սրան եւս շատ այսպես բորբոքված են արձագանքում, նաև միութենական պետության մասով չնայած սպառիչ պատասխանը, որ երբևէ իրեն նման առաջարկություն չի եղել, առհասարակ այդ հարցը այսօր օրակարգում չկա, միևնույնն է փորձում են էլի ժողովրդին մոլորեցնել, որ Քոչարյան ուզում է Հայաստանը տանի միութենական պետություն։ Մենք էլ ինքնիշխաններս պայքարում ենք դրա դեմ։ Իդեպ այդ պայքարի շրջանակներում էր երևի, որ օդանավակայանի ճանապարհին ոստիկանների կողքը կանգնած պարզել էին Պուտինի մարդասպան այդ պաստառը, Արման Բաբաջանյանն էր, եթե չեմ սխալվում, կազմակերպել, այո, ոստիկանների կողքը շատ պատկերավոր էր դա իդեպ։ Դրա շրջանակներում է երևի։ Այսինքն շատ հստակ է, թե ինչ են անում այս իշխանությունները եւ ինչ է առաջարկում եւ ինչ է կարող Հայաստան դաշինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ հիմա կարծում եմ, որ այլևս շատ հստակ է, թե ընտրությունը ինչի մեջ է գնալու։ Գիտեք, Եվրամիություն շատ գեղեցիկ է հնչում, շատ քաղցր է հնչում այդ ամեն ինչը, բայց նաև ակնհայտ է, որ հողի վրա մենք ունենք մի հատ իրականություն, ու այդ իրականության հետ մենք ինչ ուզում անենք, չենք կարող չհաշտվել։ Մենք ունենք անվտանգային խնդիրներ, որոնք չենք կարող հաշվի չառնել եւ իլյուզիաներով ապրել։ Դրա մասին Արարատ Միրզոյանն էլ խոստովանեց ռուս լրագրողի հարցին պատասխանելիս, որ Հայաստանը ԵՄ անդամակցության գործընթաց չի սկսել, չկա նման դիմում։ Տեսեք, չի սկսել,
բայց փորձում են, չէ՞, այսպես ինչ որ սադրանքներ անել, ինչ որ փորձել այդ ինքնիշխանի իբր իրենք ինքնիշխան են, ինչ որ կերպարի մեջ ինչ որ խաղեր տալ, չգիտեմ ինչ էլ անել։ Գիտեք, այդ կարող է իրանց էմոցիա բերի, անձամբ իրենց գուցե դա էմոցիաներ բերի, բայց հետո կյանքը ցույց է տալիս, որ այդ աշխարհաքաղաքական խաղերը շատ թանկ են նստում Հայաստանի Հանրապետության վրա։ Դրա համար երկրորդ նախագահ շատ ուղիղ առանց սեթևեթանքի, առանց ավելորդ բառերի, հավելումների, չգիտեմ, տեքստը բարդացնելու շատ հստակ հայտարարել է, թե ինքը ինչ է առաջարկում։ Ինքը ինչ է առաջարկում եւ ինչ են առաջարկում եւ անում այսօրվա իշխանությունները։ Եվ նաեւ 19 թվականի մասով, այո, Լավրովյան պլանի մասով, դուք հիշում եք, որ հարցպատասխանի ժամանակ ես Նիկոլ Փաշինյանին 19 թվականի իր սեղանին դրված առաջարկության մասին ասեցի եւ նաեւ կոչ արեցի, որ ինքը հրապարակի 19 թվականի այն առաջարկությունը, որ դրվել է իր սեղանին։ Միջև այդ հիշում եք, որ ինքը ասում էր հրապարակեք այն բոլոր փաստաթղթերը, որոնք դուք ունեք, Քիվեստի մասին էր խոսվում, մնացած բոլոր բանակցված փաստաթղթերի մասին էր խոսում։ Չէ, իրենք բնականաբար այդ բոլոր փաստաթղթերը ունեն, այնպես չի, որ երկրորդ նախագահ եւ նաեւ ենթադրում եմ երրորդ նախագահը այդպես վերցրել են այդ փաստաթղթերը, գցել են ուսներին եւ գնացել են տուն պաշտոնավարումից հետո, բայց ինքը արձանագրենք, որ ինքը հրաժարվում է հրապարակի 2019 թվականի փաստաթղթը եւ ինքը տվեց նաեւ խոսափողական պատասխան, ասելով թե այդ փաստաթղթը ինչ չէր վերաբերվում։ Եվ գիտեք, հիշում եք ինչ ասաց։ Ասում է, որովհետեւ դրա վրա գրած է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ես վարչապետ էի այդ ժամանակ, տեխնիկական հարց։ Ակնհայտ է, որ բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ դեռևս վերջնական տեսքի չեն բերվել, փոխանցվում են հաջորդ իշխանությանը։ Փոխանցվում են հաջորդ իշխանությանը, այսինքն դեռևս կառավարման համակարգը փոխված չի եղել, երկրի ղեկավարը եղել է նախագահ, կառավարման, այո, ֆորմալ է, դե այդ մեր լրջությունն է։ Այդ մեր լրջությունն է, դրա համար էլ մենք այսօր աշխարհաքաղաքական որբեր ենք, ցավոք սրտի։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան, զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։